Եթերում հեռանկարն է։ Հայաստանը մտնում է նախընտրական ակտիվ շրջան, առանձնահատուկ մեծ ակտիվություն է մեր երկրին շրջապատող արտաքին քաղաքական միջավայրում։ Այս ամենի համատեքստում ինչպիսի զարգացումներ են հնարավոր մեր երկրի համար։ Այս ամենը քննարկենք ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք երեկվա հաղորդագրությունից, որ տարածվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից։ Այնտեղ նշվում էր, որ դրական զարգացումների մասին են խոսում։ Ինչ դրական զարգացումների մասին կարող է լինել, եթե փորձագիտական աչքով եք նայում։ Կարծում եմ խոսքը առաջին հերթին գնում է հետ Վաշինգտոնյան այս նոր մթնոլորտի մասին, երբ որոշակի նաև տնտեսական փոխգործակցության ականատեսն ենք լինում, Ադրբեջանի տարածքով Հայաստան տարբեր բեռներ են գալիս, Ադրբեջանից նույնիսկ ինչ-որ Ադրբեջանի հետ նույնիսկ ինչ-որ առևտուր կա եւ այս փուլում կարծես թե քննարկում է նաև թե Հայաստանը ինչ կարող է օրինակ վաճառել Ադրբեջանի։ Ընդհանուր առմամբ այն հանգամանքը, որ Իրանում այս հակամարտության ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին կա կայունություն եւ կարծես թե չկան որևէ նախանշաններ, որ ինչ-որ լարվածություն կարող է լինել, այս ամենը բնականաբար կարելի է բնութագրել որպես ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ եւ դրական զարգացումներ։ Տեսնում ենք, որ բավականին ակտիվ քննարկումներ կան տարբեր հարթություններում, այդ թվում նաև տնտեսական փոխգործակցության հարթություններում, ամենայն հավանականությամբ խոսքը հենց այս գործընթացների մասին է գնում։ Արդյոք սա հիմք է ստեղծում առավել մոտ ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Կարծում եմ այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս շարունակելու է կապված լինել հենց Հայաստանում սահմանադրության փոփոխության այդ նախապայմանի հետ։ Վերջին ամիսների ընթացքում փորձագիտական շրջանակներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս կար տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է ընտրություններից առաջ օրինակ գնալ այդ քայլին եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ արդեն իսկ վավերացումը պայմանագրի կապել սահմանադրության փոփոխության պահանջի հետ, բայց հետևելով ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարություններին մենք տեսնում ենք, որ կարծես թե որևէ նկատելի փոփոխություն տեղի չի ունեցել նրանց դիրքորոշման մեջ եւ ամենայն հավանականությամբ բոլորը սպասում են հենց ընտրություններին, դրանց արդյունքներին եւ դրան հաջորդած գործընթացներին եւ մասնավորապես սահմանադրության շուրջ այդ իրավիճակին։ Եթե իրավիճակը փաստացի առավել կայուն է եւ հիմքեր կան առավել երկարատև դարձնելու դա, ի՞նչն է խանգարում ադրբեջանցիներին այդուհանդերձ ստորագրել դա։ Ես կարծում եմ ադրբեջանցիները հնարավորությունների ունիկալ պատուհան են տեսնում հիմա, երբ Հայաստանը այնուամենայնիվ բավականին դեռևս թուլացած է, ուժերի բալանսը չի վերականգնել, եւ նրանք փորձում են հակամարտության վերաբերյալ բոլոր հիշատակումները, առաջին հերթին ֆորմալ հիշատակումները արանքից անել, ձերբազատվել այդ հիշատակումներից։ Այս շարքից էր օրինակ Մինսկի խմբի լուծարման պահանջը։ Հիմա տեսնում ենք, որ ամեն ֆորմալ հիշատակման հետևից գնում են եւ դրանցից ամենակարևորը իրենց տեսանկյունից հենց սահմանադրության եւ նաեւ անկախության հռչակագրի մեջ առկա այդ հղումներն են։ Ես կարծում եմ սա այդքան էլ խելամիտ մոտեցում չէ, որովհետեւ եթե նրանց մտավախությունը այն է, որ ապագայում հայաստանյան կողմը կարող է ինչ-որ այնուամենայնիվ պահանջներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ, այդ պահանջները ֆորմալ ինչ-որ հիշատակումներից կախված չեն լինելու, ավելին ասեմ, որ մեծ հաշվով խաղաղության խաղաղ գործընթացի ապագան կապելով այս խնդրահարույց եւ հակասական օրակարգի հետ, նրանք ընդհանուր առմամբ վտանգում են ողջ խաղաղ գործընթացը եւ այդ մասին մենք տեսնում ենք, որ նաեւ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում բազմաթիվ հիշատակումներ կան, այդ թվում նաեւ վարչապետի կողմից։ Մենք ներքաղաքական կյանքին դեռ կանդրադառնանք, հիմա անդրադառնանք հաղորդագրության մեկ այլ հատվածի, որտեղ նշվում է տարածաշրջանային եւ ընդհանրապես միջազգային հարթակներում փոխգործակցության մասին։ Դուք մի քիչ խոսեցիք տարածաշրջանում հնարավոր փոխգործակցության մասին, ընդհանուր առմամբ միջազգային հարթակներում փոխգործակցությունը ինչ հարցերում կարող է լինել։ Կարծում եմ այս փուլում առաջին հերթին այդ տնտեսական փոխգործակցության մասին է գնում խոսքը։ Գիտենք, որ 2020 թվականի պատերազմից հետո գոյություն ունի այդ 3+3 հարթակը, հիմա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով կարծես թե այս պահին այդքան էլ ակտուալ չի խոսել այդ հարթակի գոյության մասին։ Ընդհանուր առմամբ կարելի է քննարկել միմյանց նկատմամբ երևի նաև ագրեսիվ ռետորաբանությունը նվազեցնելու հարցը, այդ թվում նաև միջազգային հարթակներում եւ կարծես թե այդ ճանապարհով են գնում։ Միգուցե կարող է հեռանկարային լինի
լինել տարածաշրջանային հենց հարավային Կովկասին առնչվող ինչ-որ ֆորմատներ Վրաստանի հետ մենք գիտենք, որ կա էներգետիկ համակարգերի հետ։ Բնականաբար էներգետիկ, բայց նաև դիվանագիտական, հիշում ենք, որ գոյություն ունի նաև արտգործնախարարների այդ եռակողմ հանդիպումների ձևաչափը, բայց քանի դեռ ավելի մանրամասն ու կոնկրետ տեղեկատվություն չկա այս հարցի վերաբերյալ, մենք պարզապես կարող ենք միայն գուշակել, թե խոսքը ինչի մասին է գնում։ Դուք խոսեցիք Իրանի պատերազմի ազդեցության մասին, որ այդուհանդերձ կայուն մնացին հայ-ադրբեջանական սահմանում, բայց ինչ ազդեցություն ունի դա թրիփի վրա։ Կարծում եմ թրիփի հետ կապված մի քանի մտավախություններ կան, դրանցից առաջինը հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այս իրավիճակով պայմանավորված ամենայն հավանականության ամերիկյան կողմի առաջնահերթությունների շարքում հիմա չի գտնվում թրիփը եւ դրա իրագործումը կամ այդ ենթակառուցվածքների կառուցումը։ Երկրորդ ռիսկը, որը մենք նաև ներառել ենք մեր կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի մեջ, այն է, որ Իրանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, երբ կարծես թե իշխանության են եկել ավելի կոշտ դիրքորոշումներ ունեցող անհատներ եւ նաեւ ուժեր, Իրանի դիրքորոշումը ընդհանուր առմամբ կարող է թրիփի նկատմամբ փոփոխի, որովհետեւ երբ Վաշինգտոնյան գագաթնաժողովը տեղի ունեցավ, մենք տեսանք, որ երկակի արձագանք կար հենց Իրանից, երբ հոգեվոր եւ անվտանգության համակարգում աշխատող այդ գործիչները ավելի կոշտ արձագանք էին ցուցաբերում, դիվանագետներն ու քաղաքական ղեկավարությունը կարծես թե ավելի դիվանագիտական արձագանք են ցուցաբերում, մինչև այս պատերազմի մեկնարկը կարծես թե ինչ որ ընդհանուր հայտարարի կողմերը հասել էին, հիշում ենք Իրանի դեսպանի հայտարարությունը այն մասին, որ թրիփը չեն դիտարկում որպես միջանցք, այլ դիտարկում են որպես հաղորդակցություն, ճանապարհ։ Հիմա այս ներքին գործընթացներով պայմանավորված կարող է այս դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունենան, այսինքն ավելի կոշտ դիրքորոշում լինի, ամերիկյան որևէ ներկայությունը սահմանին դիտարկվի որպես թշնամական քայլ, եթե նույնիսկ հայկական կողմը կարողանա համոզել, որ խոսքը չի գնում ռազմական կամ անվտանգային ներկայության մասին, այլ հարց է իհարկե, թե Իրանը ինչ գործիքակազմ ունի այդ ամեն ինչը կանխելու համար, ես չեմ կարծում, որ բանը հասնելու է ինչ-որ ռազմական միջամտության, բայց կարող են այլ լծակներ օգտագործել այս հարցի վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Թրիփի եւ ընդհանուր առմամբ ապաշրջափակման գործընթացի հետ կապված մեկ այլ կարծում եմ կարևոր զարգացում այն է, որ հիշում ենք Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում Հայաստանին մեծ հաշվով սպառնում է եւ ինչ որտեղ նաեւ շանտաժի էր ենթարկում, որ եթե այդ հաղորդակցությունը չբացվի, մենք ունենք իրանական այլընտրանքը։ Նրանք վերջին տարիների ընթացքում ներդրումներ էին անում այդ այսպես կոչված Արազի միջանցքի վերականգնման վրա, կամուրջ էին կառուցում, որը պետք էր գործարկվել հենց մարտ ամսին, բայց այս զարգացումներով պայմանավորված եւ մասնավորապես նաեւ Նախիջևանի օդանավակայանի նկատմամբ հասցված այդ սիմվոլիկ հարվածների պատճառով կարծես թե այդ գործընթացը կանգ է առել եւ հիմա այս առումով Հայաստանի նշանակությունը ինչ որ չափով մեծացել է, որովհետև եթե հիշում եք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի կառավարության դիրքորոշումը այն էր, որ մենք պատրաստ ենք հենց վաղը բացել բոլոր գոյություն ունեցող անցակետերը, բոլոր ճանապարհները, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են միմյանց հետ կապվել, Ադրբեջանը կարող է կապվել Նախիջևանի հետ, հիշում ենք, որ կար նաեւ որոշում այդ անցակետերը սահմանելու վերաբերյալ, բայց ամեն անգամ երբ Հայաստանը բարձրացնում էր այս հարցը, ադրբեջանական կողմից անմիջապես շատ բացասական արձագանքներ են գալիս, որովհետև իրենց տեսանկյունից իհարկե մեղրի հաղորդակցությունը ամենակարևորն է եւ միայն դրա գործարկումից հետո կարելի է այլ հարցեր քննարկել։ Հիմա արձագանքը կարծես թե ավելի չեզոք է առնվազն, Ադրբեջանի մերձ իշխանական փորձագիտական շրջանակները քննարկում են այդ տարբերակը, որ միգուցե պետք է պայմանավորվել Հայաստանի հետ առնվազն ինչ որ ժամանակավոր հումանիտար ճանապարհի տրամադրման հետ կապված, նամանավանդ եթե պատերազմը ձգձգվի Իրանում, այս գործընթացների ֆոնին հիշում ենք նաև վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, որից հետո էլ հենց այս քննարկումները ավելի ակտիվ տեսք ստացան, այսինքն ինչ որ չափով սա ապաշրջափակման վերաբերյալ պատկերացումներն էլ է փոխում տարածաշրջանում, հաշվի առնելով, որ նույնիսկ եթե պատերազմը Իրանում ավարտվի, այնուամենայնիվ այս ապակայունացումը, ինչպես նաև լարվածությունը Իրանի շուրջ երևի կշարունակվի։ Հիմա խոսեցիք դուք ներքին քաղաքական կյանքի մասին, այս արտաքին քաղաքական օրակարգը ինչպես է անդրադարձվում հենց ներքին քաղաքական օրակարգին։ Տեսեք, կարծում եմ
հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին համապետական ընտրություններն են, որոնք կարելի է աշխարհաքաղաքական ընտրություններ անվանել։ Այս աշխարհաքաղաքական ասպեկտը ունի երկու հարցություն։ Առաջին այն է, որ ընտրությունների մասնակցող հիմնական ուժերը կարծես թե ունեն աշխարհաքաղաքական ինչ-որ նախապատվություններ։ Իշխող ուժը սկսել էր դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, որի նպատակը Ռուսաստանից կախվածության նվազեցումն է, ընդդիմադի 3 հիմնական խոշոր ուժերը, որոնք ռեալ հնարավորություններ ունեն անցնել խորհրդարան, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակից են եւ մտածում են, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավենք, ընդհանուր առմամբ անվտանգային իրավիճակը եւս կբարելավի, եւ դրան գումարվում է նաեւ արտաքին խաղացողների ակտիվ մասնակցություն այս գործընթացներին, ակտիվ հետաքրքրվածություն այս գործընթացներին։ Ռուսաստանի կողմից մենք տեսնում ենք ակտիվ փորձել տեղեկատվական դաշտի վրա ազդեցություն ունենալ, այսպես կոչված այդ հիբրիդային վտանգները, երբ բազմաթիվ ապատեղեկատվության տարածման բազմաթիվ մեխանիզմներ են ստեղծում, ինչպես նաև կիբեր միգուցե հարձակումներ, արևմուտքի կողմից այդ ազդեցությունը ավելի մեղմ է, բայց այդ ազդեցությունը եւս գոյություն ունի։ Օրինակ այն հանգամանքը, որ ընտրություններից 1 ամիս առաջ Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դրան հաջորդելու է պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, սա բնականաբար նաև քաղաքական աջակցության ժեստ է իշխող ուժին։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Հայաստանում գտնվելու ընթացքում հրապարակայինորեն աջակցեց վարչապետ Փաշինյանին, սա եւս քաղաքական աջակցության միջոց է։ Այդ առումով բոլոր ուժերը ունեն իրենց նախապատվությունը, եթե գալիս ենք վերադառնում ենք Թրիփի հարցին, այստեղ կարծում եմ նաև խնդիրը կայանում է նրանում, որ այդ ծրագրի, այդ նախագծի ապագան կախված է ոչ միայն մեկ քաղաքական ուժից, այլ նաև երևի մեկ գործչից, այսինքն բոլորը Թրիփի իրագործման ապագան կապում են հենց վարչապետ Փաշինյանի հետ, եւ այստեղ իհարկե ընդդիմության բաց թողումը եւս գոյություն ունի, որովհետեւ շատ հաճախ ոչ ռացիոնալ կերպով նաև քննադատելով այդ ծրագիրը ստեղծել են այնպիսի պատկեր, որ նրանց իշխանության գալու դեպքում կարող է այդ ծրագիրը չիրագործվի։ Այս հանգամանքը մենք տեսնում ենք, որ ակտիվորեն օգտագործում է նաև իշխող ուժի կողմից, երբ Փաշինյանը հայտարարում է, որ եթե մենք իշխանություն չլինենք, պատերազմ է լինելու, եթե սահմանադրական մեծամասնություն չլինենք, պատերազմ է լինելու, ինչը իհարկե նորմալ չէ, բայց սա այն իրավիճակն է, որը ունենք։ Հիմա այն, որ ազդեցություն ունեն արտաքին քաղաքական կենտրոնները, պարզ է, իսկ Հայաստանի համար որ հնարավոր, այսպես ասեմ, իրավիճակն է առավել շահեկան։ Դիվերսիֆիկացիան մինչև որտեղ պետք է լինի։ Դե բնականաբար այս գործընթացը ունի իր սահմանափակումները եւ այդ սահմանափակումները պետք է գիտակցել։ Այն հանգամանքը, որ օրինակ վերջին շրջանում պաշտոնական դիսկուրսը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սա եւս արտացոլում է այդ սահմանափակումների գիտակցումը։ Եթե հիշում եք, այդ օրենքի ընդունումից հետո շատ բարձր մակարդակով լրջորեն քննարկում էին, որ շուտով Հայաստանը կարող է ԵՄ անդամ դառնալ։ Հիմա պաշտոնական հայտարարություններում կարծես թե կա շեշտադրում գործընթացի վրա, այլ ոչ թե վերջնարդյունքի վրա, այսինքն հիշում ենք, որ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե մենք այդ գործընթացով անցնենք, բարեփոխումներ իրականացնենք, ստանդարտները բարձրացնենք, դա ինքնին արդեն մեծ արդյունք կլինի եւ այդ առումով իհարկե սա ավելի իրատեսական օրակարգ է, քան հայտարարել, որ մոտ ապագայում Հայաստանը ԵՄ անդամ է դառնալու։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կարծում եմ ցույց է տվել, որ մեկ կենտրոնից չափից մեծ կախվածությունը չի կարող նպաստել երկրի անվտանգությանը։ Այդ գիտակցումը կարծում եմ Երևանում որոշում կայացնողների մոտ եկել է նույնիսկ ոչ թե 20 թվականի պատերազմից հետո, այլ արդեն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո եւ սեպտեմբերյան էսկալացիայից հետո 22 թվականին, բայց կարծում եմ այս հանգամանքը պետք է բոլոր քաղաքական ուժերը հաշվի առնեն։ Շատերը կարծում եմ իրենց հայտարարություններում եւ հաշվարկներում ունեն մի պատկեր, որը գոյություն է ունեցել 15 տարի առաջ, 20 տարի առաջ, հիմա այս փուլում եւ կա այս մակարդակի դիմակայություն արևմուտքի եւ Ռուսաստանի միջև իհարկե պետք է վարել բալանսավորման քաղաքականություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Տիգրան Գրիգորյանն էր։